Բարի լույս, մեր եթերը շարունակվում է եւ ուզում եմ ասել, որ այս տարին շատ հետաքրքիր ու լավ է սկսվել հատկապես թատեր աշխարհի մարդկանց համար, որովհետեւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը մոտ 35 տարի սպասումից հետո արդեն ունի իր շենքը, ինչի արդիվ մենք շնորհավորում ենք եւ ուզում ասել, այնտեղ արդեն կան պրեմիերաներ։ Այո, հենց այդ արդիվ էլ մեր հյուրերը տաղավարում են, կներկայացնենք, հետո արդեն մանրակրկիտ կհասկանանք, թե ինչ է կատարվում վերաբացված շենքում։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմադրող ռեժիսոր Անդրանիկ Միքայելյան եւ դերասան Հարություն Հովհաննիսյան, բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Դուք դեռ չեք եղել մեր տաղավարում։ Ոչ։ Առաջին անգամ։ Եվ շարունակում, այո։ Շնորհավորում ենք իհարկե նաև ձեզ թատրոնի վերաբացման արդիվ, ինչպես եք ձեզ զգում նոր շենքում, ինչպիսին են հարմարությունները, դեռ ես չեմ հասցրել լինել ամեն դեպքում։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նոր շենքը ուղղակի աներևակայելի զգացողություններ է մեզ փոխանցել այսքան սպասումից հետո, դե մենք դեռ երիտասարդ ենք, քիչ ենք սպասել, բայց ավագ սերունդը արդեն 35 տարի է ձգտել է, որ հասնի իր տանը ու մեր տանը ու տպավորությունները անբացատրելի են։ Այ հետաքրքիր է հատկապես ավագ սերունդը, որ տարիներ շարունակ թեկուզ փոքրիկ անմխիթար վիճակում, բայց բեմը չէ տուն է, սովոր է եղել այնտեղ, հիմա ինչպես է զգում, արդյոք վարժվել են արդեն թե ոչ։ Դե օրերը առաջ ենք բացվել, մենք նոր ադապտանում ենք, հարմարվում ենք, բայց ամեն վայրկյանը, ամեն ակնթարթը երջանկություն է, ես այդ տեսնում եմ նրանց աչքերում, շարժումներում, մեր բոլորի, մեր թիմի, թատրոնի բոլոր անդամները հավաքարարից բռնած մինչև, չգիտեմ, փոխտնօրեններ, ռեժիսոր, դերասաններ, բոլորը երջանիկ են։ Եվ թերևս խոսենք այն մասին, որ փետրվարի 10-ին եւ 11-ին բեմ կբարձրանա քարը ներկայացումը, մի փոքր ներկայացումից, այստեղ կա մի երանգ, որ պետք է նշել, որ Երվանդ Քոչարի 125 ամյակին է նվիրված, բայց այս տարի արդեն տարին փոխվել է։ Ինչպես դա այդպես ստացվեց։ Երվանդ Քոչարի 125 ամյակին քաղաքապետարանը մրցույթ կազմակերպեց, որին մասնակցեց նաեւ մեր թատրոնը, եւ մենք մասնակցեցինք այդ մրցույթին, քաղաքապետարանը մեզ աջակցեց եւ մենք սկսեցինք աշխատանքները Քոչարի 125 ամյակին նվիրված 2024 թվականի վերջն էր, որ արդեն տարեվերջն էր եւ քանի որ մյուս անցած տարի 2025 թվականին սկսվեց մեր թատրոնի տեղափոխության աշխատանքները, հին շենքից նոր շենք ու բավականին ժամանակ էր պետք դրա համար մի քիչ ձգվեց, բայց այս տարի արդեն բացվեցինք ու միանգամից մեր առաջի պրեմիերան եղավ Նարինե Գրիգորյանի Սուրբ Անտոնիոսի հրաշքը, մյուսը սա է եւ նոր պրեմիերաներ, որը կլինեն արդեն ցենց կուտակվել են պրեմիերաներով, իրար հետևից արդեն մենք խաղանք։ Սա էր պատմությունը։ Դե պատմեք, տեսնենք թե քարի մասին։ Այո, քարը դե նվիրված է Երվանդ Քոչարին արդեն հասկանում ենք, բայց ինչ լուծումներ ունի, ինչպես է ներկայացվում։ Ներկայացումը խճանկար է, այսպեսի անուն ենք դրել, էկլեկտիկ ժանրի ինքը ներկայացում է, որի մեջ ոնց որ առանձնացրել ենք թե քանդակագործությունը, թե նկարչությունը, թե խոսքը, թե երաժշտությունը, ամեն ինչ խառնել ենք, փորձել ենք խառնել իրար ու ստացել ենք հայ ժողովրդի հայոց պատմության մի խճանկար, որը որ կապել ենք իրար Երվանդ Քոչարի ստեղծագործական ճանապարհի միջոցով, չգիտեմ, ներկայացումը պատմում է մեր հին հայոց պատմության ճանապարհորդությունը, այսպես հայոց պատմության միջով այլ լեգենդների Դավթի, Վարդան Մամիկոնյանի ու հասնում ենք մինչև քաղաք մարդ մեր օրեր Երվանդ Քոչարի թեման հենց մարդ քաղաք ու փորձել ենք հասկանալ հիմա ուր ենք, հիմա ինչ ենք։ Ոնց որ Երվանդ Քոչարն է, որ ամբողջ իր ստեղծագործական ընթացքում փորձել է արթնացնել այդ մեր լեգենդներին, հերոսներին ու վերջում եկել է ու մարդ քաղաքին, դեպի երկնաքերեր, դեպի քաղաք, մարդու հերանեկարին է անդրադարձել ու մենք էլ ներկայացումը փորձել ենք ըստ իր հայացքների կառուցել։ Շատ լավ, Հարություն, խոսենք ձեր դերակատարման մասին ներկայացումը։ Ինձ համար այս ներկայացումը Անդրանիկ Միքայելյան ռեժիսորի ու Անդոյի իմ ընկերոջ հենց ապրումների, իր ներսի, իր մարդ տեսակի մասին է ու ես գնացել եմ իր հետևից ու հենց իր հույզերի հետևից ես սկսել եմ իրանով
ազդվել ու զգալ իմը, թե ես ինչ եմ ուզում ասեմ։ Ու իմ համար սա բացարձակ հայրենիքին ինչ-որ ձև, ինչ-որ կերպ սիրելու այդ ձևն է, որը գտել է Անդոն կամ փորձում է գտնի մեր հետ այս process-ի ընթացքում։ Ու համաձայն եք այդ ձևի հետ դուք։ Չէ, միշտ չի որ համաձայն եմ եղել։ Եվ ում եք մարմնավորում։ Վարդան Մամիկոնյանի, բայց խնդիրը ստեղ ոչ թե մարմնավորել, այսինքն ձևը նենց է ներկայացման, որ մարմնավորում չի, այլ մեր անձնական վերաբերմունքն է, հենց Անդոն ինձանից ոնց որ պահանջում է որպես դերասան, որ ես այն վերաբերմունք ունենամ այս ամեն ինչին, այս կերպարներին, այդ տեքստերին ու ավելի շատ մեր վերաբերմունքն ենք դնում այս կերպարների մեջ ու բայց այստեղ ավելի շատ էմոցիայի մասին է խոսքը ինձ թվում է, որը իմ կարծիքով երբ որ ներկայացումը կայանա, դեռ որ sense process-ի մեջ է իրեն կայացրել ենք, բայց հանդիսատեսով, sense մեծ հանդիսատեսով որ գան նայեն ու այդ process-ը իսկական տեղի ունենա, ներկայացումը կայանա հանդիսատեսի հետ արդեն, հա, դա դեռ չի եղել, բայց այդ ժամանակ ինձ թվում է նոր կհասկանանք թե ինչ ենք մենք արել էլի վերջնական։ Իսկն հիմա դեռ որ այդքան էլ པարզ չի, բայց այս process-ը շատ կարևոր է։ Փուլում է։ Այսինքն ամեն դեպքում այս եթե անգամ չասենք կոնկրետ նմանակում կամ դերակատարում, բայց այս կերպարը ձեզ համար ինչով է առանձնանում որպես դերասան։ Ինձ թվում է ինքը շատ sense ինձ խորացնում է դեպի իմ ներս ու մի նոր ինչ-որ բան եմ փորձում անընդհատ իմ ներսից բերել ու այստեղ շատ կարևոր է ու շատ է իմ առաջ դրված sense ֆիզիկական խնդիր, որ այդ նույն ֆիզիկական օրինակ ինքս ինձ ցավ պատճառելուց կամ հասնեմ ինչ-որ հոգեկան վիճակի, որից sense ինչ-որ էմոցիա պետքա դուրս գա։ Դեռ որ sense շատ բան եմ խոսում, ոչ sense շոշափելի, որովհետև ես էլ չգիտեմ դեռ որ ինչի հետ եմ գործ ունենալու։ Ավելի պլաստիկ լուծումներով է ներկայացվում։ Ավելի չէ, բայց կան պլաստիկ լուծումներ էլ կան։ Իսկ դերասանախումբը ովքեր են ներգրաված։ Դերասանախումբը բացի այլից։ Մանվել Սարգսյան, ռեժիսորներին բնորոշ խնդիր է մոռանալ դերասանների անունները։ Նարեկ Ալեքսանյան, Սևադա Համբարձյան, որը որ երաժիշտն է մեր ներկայացման, ու Միլենա Սարգսյան, Միլենա Ղազարյան եւ Մարիա Սերյանյան։ Դժվար ազգարում է։ Երաժշտությունը հատուկ գրվել է ներկայացման համար, թե որևէ հայտնի գործ է։ Կան երաժշտություններ, որը գրվել են հատուկ հենց ներկայացման համար եւ կան, որը որ հենց Սևադայի գրած երգերն են, որը որ մենք օգտագործել ենք ներկայացման մեջ։ Կուզեի խոսել Սևադայի մասին, որովհետեւ ինքը ինձ համար Երևան Քոչարից հետո երկրորդ ոնց որ աղբյուրը այս ներկայացումը հավաքելու ոգեշնչման Սևադան էր իր երաժշտությամբ ու իր տեսակով։ Ինքը լրիվ ամբողջությամբ կպավ մեզ, կպավ գործին ու անբաժանելի մասնիկը դարձավ, առանց որի ու առանց յուրաքանչյուրի չեմ պատկերացնում այս ներկայացումը։ Ու որ հարցը տվեցի Հարութին, երկու առաջ Հարութին ինձ ասաց ոնց որ այս ներկայացումը որ իր համար բան դառավ, իմացեց որ սկսեցի ավելի շատ հասկանալ մեր հայրենիքը, չէ՞, ինչ որ։ Ինչ որ ոնց որ վարակի պես մտավ մեջս այդ հայրենասիրություն ասվածը։ Այդ բառը ես սկսել եմ արդեն չսիրել իրականում հայրենասիրություն, բայց հենց այդ ոնց որ ասենց վարակվեցի Անդոյի այդ հայրենասիրությունից։ Բառը չեք սիրում։ Զուտ։ Հա, որովհետև դա գործ է, ինձ թվում է այդպես անելու բաներ են, էլի։ Անհասկանալի է դարձել։ Ու մասնագիտություն չի, չէ՞, ինչ որ հայրենասերն է։ Ձև բացատրություն կա ու չէ, ինչ որ ամեն մեկս մեր sense ինչ որ աստվածաշնչի պես ոնց որ դրան ենք վերաբերվում, մեր հայրենիքին էլ որ ամեն մեկս մեր մեջ գիտի իր ձևը բան, բայց իրականում գործով է ապացուցվում, քո մեկտաբանման մեր յուրաքանչյուրի։ Այս ներկայացումն էլ երբ տենց մի ակտ է դառնալու որտեղ մենք կարողանալու ենք իրոք ինչ-որ ձև արտահայտել ու քանի որ սա մեր գործն է, սրանով երևի տենց կարողանանք արտահայտել ու վարակել ի գործ ոնց որ վարակել մարդկանց, որ ինչ-որ գործողությամբ իրոք սիրենք մեր հայրենիքը։ Լավ, իսկ հետաքրքիր է, քանի որ նշեցիք ընկերներ եք, սովորաբար ընկերների հետ հեշտ է, որքան տարի իրար գիտեք եւ հատկապես ռեժիսոր եւ դերասան ընկերությունը երկար է տևում արդյոք եւ խնդիրներ չի լինում հատկապես ընկեր բեմադրիչի հետ եւ ընկեր դերասանի հետ։
Դե մենք շատ շուտվա, մենք իրար հետ ենք սովորել ինստիտուտում, մենք ինքն էլ ռեժիսոր, ես էլ եմ դերասան իր բեմադրության մեջ, ինքն է դերասան, ես ռեժիսոր ու ինձ ամենահեշտը Հարութի հետ աշխատելն է, որովհետև մենք այն չգիտեմ 17 տարեկանից իրար հետ աշխատել ենք, Թատերական ինստիտուտի հետ ամեն վարժանքներ, էտյուդներ, ճանապարհը իրար հետ ենք անցել ու մենք կես բառից ենք իրար հետ հասկանում ու չգիտեմ, մեր մոտ տենց ռեժիսոր ու դերասան հարաբերությունը չի, մենք իրար հետ ենք ստեղծում, իրար հետ ենք մտածում, լրիվ իր բեմադրության մեջ ես որպես դերասան նաև կարելի ասել ռեժիսոր եմ իմ բեմադրության մեջ Հարութն է, նաև կարելի ասել ռեժիսոր, տենց տարանջատումներ չկա։ Ես այս հարցից հենց նոր գիտակցեցի, որ եթե օրինակ բոլոր ռեժիսորների հետ կարողանայինք մենք տենց շփում ունենալ կյանքում ու ինչ-որ կենցաղային հարցերում, երևի ավելի շատ ու ավելի հզոր բաներ կստեղծենք, որովհետև շատ օրգանական է, էլի ամեն ինչ տենց ծնվում, ոնց որ կյանքից արդեն տանում ես միանգամից բեմ կամ էկրան։ Անդրանիկ Քոչարը գիտենք, որ շատ բազմաշերտ, խորը, անցյալն ու ներկան կամրջող, իսկապես տվյալ ժամանակի մեր հայկական իրականության մեջ կարկառուն դեմք էր եւ արդյոք բոլոր աղբյուրները նրան վերաբերվող, ուսումնասիրվել է, որպեսզի բեմի վրա նույնպես նրա կյանքը, գործունեությունը, նրա մարդ տեսակը լիարժեք փոխանցվի։ Ճիշտ ասած, կենսագրական ինֆորմացիային այդքան չեմ բան արել, չեմ ներմուծել ներկայացման մեջ, բայց անշուշտ ուսումնասիրել եմ ինչքան հնարավոր աղբյուրներ կան, թե թանգարան, թե չգիտեմ կտավներից բռնած, գիտերի հետ շփումներ, գրքեր, ֆիլմեր, դոկումենտալ, նայել եմ, ուսումնասիրել եմ, փորձել եմ հասկանալ իր ներաշխարհը, ինչպես ինքն է ասում, ներքին շարժումը, ներքին ռիթմը ուսումնասիրել եմ Քոչարի ու բայց ոնց որ ներկայացումը այդքան չեմ նվիրել իր կենսագրական կյանքին, այլ իր մտքերին, գաղափարներին ու իր վերաբերմունքը Հայաստանին, այդ ինձ ավելի շատ հետաքրքրել իր մեջ, ոնց որ այդ ինձ էլ էր հետաքրքրում որպես մարդ ու դրա համար այդ կապը ոնց որ փորձել եմ իր այդ վերաբերմունքը երկրին ու հայրենիքին այդ կապը։ Թե մինչև այդ ինքը Վրաստանի իր շրջանը, Մոսկվայի, Ֆրանսիայի անշուշտ ուսումնասիրել եմ, բայց չեմ անդրադարձել դրան։ Հենց միանգամից ներկայացումը սկսվում է նրանով, որ ինքը Ֆրանսիայից իր վերջին ոնց որ ամսագրի մեջ պատմվածք է մի գրում Ֆրանսիայում, ֆրանսիական ամսագրի մեջ, ու արդեն մյուս տարի 1996 թվականին գալիս է Հայաստան ու ոնց որ սկսվում է իր հարաբերությունը երկրի հետ։ Շարունակությունը հասկանալու համար թերևս պետք է փետրվարի 10-ին եւ 11-ին գնալ Համազգային թատրոն, թերևս մի այսպիսի հարց ունեմ, ինչ ուրիշ աշխատանքների շուրջ եք հիմա ներգրաված եւ ինչ սպասել։ Այո, ոչ միայն թատրոնում, թատրոնից դուրս եթե կա բեմադրություններ եւ այլն, երկուստ էլ առանձին կխնդրեմ պատասխանել։ Դե մենք հենց 3 հանձնեցինք պրեմիերան նաեւ Նարինե Գրիգորյանի Սուրբ Անտոնիոսի երաշկը, որ շատ եմ սիրում ու շատ լավ ներկայացում է, խորհուրդ կտամ գաք նայեք։ Սիրով։ Այո, մյուս պրեմիերան Սիմոն Աբգարյանի, ֆրանսիայի ռեժիսոր ներկայացումն է, Պենելոպե ներկայացումն է, որի պրեմիերան կլինի ամսվա վերջ փետրվարի 24-ին, 25-ին, 26-ին, այդտեղ էլ գլխավոր հերոսուհին Նարինե Գրիգորյանն է, որ նա շատ լավ է խաղում, այդ ներկայացումը հրավիրում եմ եկեք նայելու, այդ աշխատանքներն են թատրոնից դուրս զբաղվում ենք Բաբելոն թատրոնի, որ Հարութն է ստեղծել Բաբելոն թատրոն այսպես դրա գործունեությամբ դա արդեն ավելի մի քիչ երիտասարդ թատրոն է մի քանի տարվա ու փորձում ենք բոլոր ուժերը ներդնել այդ թատրոնի զարգացման, կայացման, պահպանման ու ստեղծագործական ճանապարհի ընթացքի մեջ դրանով ենք զբաղված։ Երկուսով հիմնականում Բաբելոնում ենք, հիմա արդեն Համազգային թատրոնում էլ ենք երկուսով իրար հետ փորձում տարբեր բաներ անել ու ամբողջ թատրոնի հետ էլի ոնց որ բայց նոր բաները լավ հարց է, հիմա հեսա ասենց պետք է մտածենք, ինչ ենք անելու։ Շնորհակալություն, մենք կարծում եմ մինչ հաջորդ հանդիպումը անպայման Համազգային թատրոնում
կհանդիպենք, որովհետև չգնալ այդ շենքը եւ նոր ներկայացումներ չտեսնել, կարծում եմ հանցագործություններ։ Շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ, սիրելի հեռուստադիտողներ, այո, համազգային թատրոնի բեմադրող ռեժիսոր Անդրանիկ Միքայելյանն էր մեզ մոտ եւ դերասան Հարություն Հովհաննիսյանը համազգային թատրոնում պրեմիերա կա փետրվարի 10-ին եւ 11-ին Քարը նվիրված Երվանդ Քոչարին։ Դուք եք ժամանակ եւ այցելեք, դիտեք, կիսվեք տպավորություններով եւ մենք կհանդիպենք քիչ հետո։